Բարև ձեզ, Հայաստանում վճարային համակարգերի ընդլայնման հարցում տարին բավական հաջող էր, Banks News-ի եթերում զրուցում ենք ոլորտի առաջատարներից Իդրամի հետ, Ֆինթոքի հյուրն է Իդրամի կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյանը։ Պարոն Յոլյան, շնորհակալ եմ, որ եկել եք։ Տարին վստահաբար շատ հագեցած էր ձեզ համար, ասեք, ինչ արդյունքներ ունեցաք տարվա ընթացքում եւ Իդրամի համար եւ Իդրամի հաճախորդների համար։ Շնորհակալություն հրավերքի համար։ Հիմնականում 2025 թվականը Իդրամի համար նշանավորվեց Իդրամի միջազգային համագործակցություններով։ Իդրամը ամիսներ առաջ հայտարարեց համագործակցության մասին Ant International ընկերության հետ, որը ներկայացնում է Alipay Plus վճարային համակարգը, նաև Bybit կրիպտոբորսայի հետ համագործակցության մասին եւ նաեւ մենք հայտարարեցինք WeChat վճարային համակարգի հետ համագործակցության սկիզբ դնելու մասին 2026 թվականին արդեն իսկ դրանից բացի Իդրամը մեծացրեց QR վճարումների մասով զգալիորեն մեծացրեց իր ծածկույթը, արդեն իսկ հասնելով 26000 վաճառակետի, որտեղ կան Իդրամ QR-ներ, որոնց միջոցով Իդրամի օգտատերերը կարող են վճարումներ կատարել եւ Իդրամի գործընկերները կարող են վճարումներ ստանալ, եւ այդ 26000 վաճառակետից 12000-ից ավել վաճառակետում արդեն կա հնարավորություն վճարել Rocket Line 0-ով, այսինքն 0%-ով, այսինքն թվային ապառիկի հնարավորությամբ։ Ես առանձին կհարցնեմ նաև միջազգային համագործակցության մասին, Alipay Plus-ի հետ համագործակցությունից սկսենք, նոր հնարավորություն է տալիս, ինչ հնարավորություն է դա եւ ում է ուղղված։ Շատ լավ, առաջի հերթին դա հնարավորություն է միջազգային զբոսաշրջիկներին վճարումներ կատարել Հայաստանում իրենց սեփական, իրենց երկրի, իրենց օգտագործած տնային հավելվածների միջոցով, այն հավելվածների վճարային, որոնք իրենք օգտագործում են իրենց երկրներում։ Այսինքն եթե մենք Իդրամը վերցնենք, գնանք այլ երկիր վճարում անենք։ Մեզ համար սովոր համակարգը։ Այո, պատկերացրեք Alipay Plus օրինակ վճարային համակարգի օգտատերը ասիական երկրներից, Չինաստանից, որոշ եվրոպական երկրներից զբոսաշրջիկը երբ այցելում է Հայաստան, կարողանում է Հայաստանում ամենտեղ, որտեղ կա Իդրամի QR, վճարումներ կատարել Իդրամի QR-ով, առանց ավելորդ հոգսերի, անվտանգ, անհպում, արագ եւ շատ հարմար։ Դուք առաջինն եք, որ Alipay Plus-ը բերեց Հայաստան։ Մենք առաջինն ենք, ով սկսեց համագործակցություն Alipay Plus-ի հետ եւ հետեւաբար բերեց Հայաստան։ Իդրամը նաեւ Ant International-ի կողմից ապարգևատրվել է ավելին, քան վճարումներ մրցանակով, կբացատրեք մրցանակը։ Այո, շաբաթներ առաջ տեղի ունեցավ Ant International-ի կողմից կազմակերպվող տարեկան Voyage մրցանակաբաշխությունը, որը տեղի ունեցավ Սինգապուրում այս անգամ եւ Իդրամին շնորհվեց ավելին, քան վճարումներ մրցանակը, որի միտքն ու նպատակը կայանում է նրանում, որ այն շնորհվում է այն կազմակերպություններին, որոնք ապահովել են նորարարական լուծումներ վճարահաշվարկային կամ ֆինտեխ ոլորտում եւ հաճախորդամետ տեխնոլոգիաների կիրառում։ Իդրամը հայտարարել է նաեւ WeChat-ի հետ սպասվող համագործակցության մասին, հսկայական կազմակերպություն է, ասեք ինչ է ենթադրելու այդ համագործակցությունը։ Այո, WeChat ֆինտեխ հարթակը կարելի է համարել, որ աշխարհի մի քանի հսկաներից մեկն է եւ այստեղ նույնպես ինչպես Alipay Plus-ի, այսինքն Ant International-ի հետ, TenPay-ի հետ մենք հայտարարել ենք համագործակցության մասին, որի հետևանքով Իդրամի օգտատերերը կարողանան վճարումներ կատարել Չինաստանում, թերցելով WeChat-ի QR-ը կամ ներկայացնելով իրենց QR-ը, կարողանան արդեն Իդրամ դրամապանակում եղած իրենց աղբյուրներից օգտվելով հանգիստ, արագ, ապահով վճարումներ կատարել, ինչից հետո երկրորդ նորությունը, շարունակությունը դրա կլինի նրանում, որ WeChat-ի օգտատերերը ինչպես եւ Alipay Plus-ի օգտատերերը կարողանան վճարեն Հայաստանում Իդրամ QR ենթակառուցվածքի միջոցով։ Կոպիտ ասած, երկար չենք մտածի ինչ անենք, ինչպես անենք, մեծ ծանոթ հարթակներով վճարումներ հնարավոր կլինի անել։ Դե հայերից պարագայում Իդրամի օգտատերերի պարագայում հենց մեր Իդրամով կարողանանք վճարել Չինաստանում, իսկ չինացի օգտատերերի ասիական այլ երկրների, եվրոպական այլ երկրների օգտատերեր, ովքեր ունեն Alipay Plus կամ ունեն WeChat, առանց երկար մտածելու հանգիստ կարողանան վճարել Հայաստանում Իդրամի QR-ներով։ Իդրամի QR բացեցիք, կարող եք ասել սա ինչպես ազդեց ընդհանուր առմամբ եւ միջազգային համագործակցության վրա եւ տեղում։ Անցյալ տարի սեպտեմբերին մենք հայտարարեցինք, որ Իդրամ QR ենթակառուցվածքը պատրաստ ենք բացել